Եվ այդ գոլից հետո Բարսելոնան ակտիվացավ եւ սկսեց ավելի պրեսինգ անել, որտեվ ես տենց գիտեի, որ մենք գոլ կերանք, ես տես շատ չնեղեցի, որտեվ հասկանում եմ, որ մենք հենց գոլ ենք ուտում, մի 15 միլիոն անգամ ավելի լավ ենք սկսում խաղալ, դա ցույց տվեց։ Դա ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Հետո 26 րոպեին Պետրին պրոստը այսինքն իդեալական պասը տալի դեպի Ռաֆինյան պրոստը այդ իր ոդկեն օբլեկի պրոստը օբլեչկեն թռավեն, օբլեկան չէ, որ ասենց թռնում այս կողմից այն կողմ, այդ տենց զամախով կոդրեց օբլեկին, հանգիստ բացվարոտներին կոդրեց, Ռաֆինյան վերադարձավ, այսպես պաչեց Բարսայի էմբլեմը, սա իր առաջին գոլն էր ընդհանուր ամբողջ կարիերայում Ատլետիկոյի դեմ, շնորհավորում ենք։ Հետո մի հատ ուրիշ հետաքրքիր բան եղավ, Յամալը աջ ֆլանգով անցնում է առաջ, տալիս է Դանի Օլմոյին, շտրաֆնոյ պլոշադյում Դանի Օլմոյին ոտքի են խփում եւ պենալ են դնում։ Ու ստենց թվում է խոսալու բան չկա, մաքուր պենալ էր գնդակի վրա դեռ չխաղաց, չկպավ գնդակ։ Եվ գնդակին մոտենում է Բերևնո Լևանդովսկին, պենալ են դրել, դե ինքը մեր շտատնի պենալտիստն է, պրոստը Պավարաբյան կոդրեց, bez կոմենտար եւ մենք ունենք երկու հատ հարցակվող։ Մի հատ այն մի ինվալիդ է, որ Չելսիի դեմ շատ լավ խաղաց։ Մի հատ է էս ինվալիդը,